Ինչպես է YouTube-ն այժմ առաջ խաղացնում բազմալեզու վիդեոները ու ինչպես օգտագործել դա։ Ողջույն, այսօր կպատմեմ, թե ինչպես է YouTube-ը փոփոխել իր ալգորիթմերը բազմալեզու կոնտենտ առաջ խաղացնելու համար եւ ինչու է սա նոր հնարավորություն ալիքների աճի համար։ Առաջ մենք ունենք ընդհանրապես երկու հնարավորություն բազմալեզու կոնտենտ անելու համար։ Առաջին հնարավորությունը այն էր, որ մենք նույն ալիքում գցում էինք տարբեր վիդեոներ տարբեր լեզուներով։ Ու երկրորդ հնարավորությունը մենք բացում էինք տարբեր ալիքներ ամեն լեզվով կոնտենտ անելու համար։ Ստեղ մասնագետները առաջարկում էին բացել ամեն լեզվով կոնտենտի համար դրա համար համապատասխան ալիք։ Պարզ է, չէ՞։ Մասնագետների կարծիքը պայմանավորված է նրանով, որ եթե մենք մի ալիքում տեղադրում ենք տարբեր լեզուներով կոնտենտ, ալգորիթմերը մեկ-մեկ ուղղակի չէին հասկանում, թե որ լսարանի համար է նախատեսված ձեր վիդեոն։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ YouTube-ն ավելացրել է բազմալեզու կոնտենտի աջակցություն ու տալիս է հնարավորություն ձեր կողմից այլ լեզվով ձայնագրված ձայնի ֆայլը արդեն իսկ պատրաստված YouTube-ում տեղադրված վիդեոյի մեջ վերբերնել, ինչպես նաև թարմացրել է իր առաջխաղացման ալգորիթմերը։ Ու հիմա ինչքան շատ են ձեր լեզուները, այդքան ավելի շատ է հավանականությունը, որ ձեր վիդեոն կառաջարկվի YouTube-ի կողմից։ Նայելով այս վիդեոն մինչև վերջ դուք կիմանաս ինչպես են աշխատում նոր ալգորիթմերը, ինչպես ճիշտ ադապտացնել կոնտենտը, որ սխալները կարող են ոչնչացնել քո դիտումները, ինչպես ճիշտ օգտագործել արհեստական բանականությունը քո ձայնը կլոնավորելու համար։ Ինչպես են աշխատում բազմալեզու վիդեոների ալգորիթմերը։ Բազմալեզու կոնտենտի հնարավորության հետ YouTube-ն ամբողջությամբ վերակառուցել է իր վիդեոները առաջարկելու համակարգը։ Այսինքն, եթե քո վիդեոն հասանելի է տարբեր լեզուներով, ալգորիթմերն արդեն ավտոմատ կերպով ընտրում են համապատասխան լեզուն ու ցուցադրում են այդ լեզվով դիտողին իր հետաքրքրության հիման վրա։ Ստեղ պետք է նշենք, որ առաջ YouTube-ը չէր հասկանում, թե ոնց առաջ խաղացնի մեկ վիդեո միանգամից երկու տարբեր լսարանների համար։ Օրինակի համար, եթե մենք հրապարակում էինք նույն վիդեոն երկու անգամ ու երկու տարբեր լեզվով, ալգորիթմերը կարող էին ուղղակի շփոթվել ու ընդհանրապես դադարեցնել առաջ խաղացումը։ Իսկ հիմա ճիշտ հակառակն է, որքան ավելի շատ են լեզուները, այդքան ավելի լավ։ YouTube-ը վերլուծում է ձեր կողմից վերբերնած յուրաքանչյուր ձայնային ֆայլը առանձին, հասկանում է որ լսարանի համար է այդ վիդեոն, ինչ լեզվով է այդ վիդեոն ու ցուցադրում է արդեն համապատասխան դիտողին, ոնց որ սովորական պարագայում է անում։ Եկեք խոսանք նրա մասին, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Առաջին հերթին պետք է թարգմանել վերնագիրն ու նկարագրությունը։ Պարզ է, որ մենք արդեն այդ ձայնային ֆայլը վերցրել ենք ու վերբերնել ենք YouTube, բայց YouTube-ը ինքնուրույն չի թարգմանելու ձեր վերնագիրն ու նկարագրությունը։ Եթե ուզում ես, որ հայտնվի օրինակ իսպանալեզու աուդիտորիայի մոտ, իրանց որոնողական համակարգում պետք է ավելացնես նաև այդ լեզվով թարգմանությունները ձեռքով։ Նաև պետք է ուշադրություն դարձնենք thumbnail-ին։ Thumbnail-ի վրա ցանկալի է տեքստ չլինի, որովհետև այդ տեքստը չի թարգմանվելու։ Ստեղ նաև եկեք խոսանք օրինակներով, որ ավելի պատկերավոր լինի։ Օրինակը ես ընտրել եմ Geo ալիքը։ Geo-ն միշտ իր կոնտենտը անում էր ռուսերեն, բայց վերջերս նաև սկսել է ավելացնել իսպանալեզու audio ֆայլ։ Օրինակ վերցնենք Al Capone-ի մասին պատմող վիդեոն։ Տեսնում ենք, որ վիդեոն ռուսալեզու է, բայց նաև ավելացվել է իսպանալեզու audio файл. Не зря называли самым безжалостным преступником 20-х годов. Именно он превратил Чикаго в самый опасный город Америки. Но родился он за много миль от этого места. 1999 en Nueva York, en el seno de una familia de inmigrantes italianos respetuosos de la ley. Además de él, había otros 7 hermanos en la familia. Այսինքն վիդեոն հրապարակվել է ռուսերեն ձայնային ֆայլով, բայց նաև ավելացել է իսպաներենը։ Հիմա տեսնում ենք հետևյալը. YouTube-ը իսպաներեն լեզվով տարբերակը ցույց է տալիս իսպանալեզու լսարանին, ռուսերեն տարբերակը ցույց է տալիս ռուսալեզու լսարանին։ Արդյունքը դիտումների կտրուկ աճն է ու նոր շուկաները։ Այսպիսով, սա հիանալի օրինակ է, թե ինչպես կարող է մեկ վիդեոն աշխատել միանգամից երկու լսարանի համար։ Ինչպես օգտագործել արհեստական բանականությունը ձեր ձայնը ձայնագրելու համար ու չխախտել կանոնները։ Եթե լեզուն չգիտես, բայց ուզում ես ավելացնել քո ձայնը, կարող ես օգտագործել արհեստական բանականության գործիքներ։ Maintenant, le point important. Comment ajouter des pistes audio pour d'autres langues si vous ne les parlez pas? Ahora lo importante, ¿cómo añadir pistas de audio para otros idiomas si no los hablas? Եկեք խոսենք իմ top 3-ից։ Առաջին տեղում 11 Labs-ն է, որը կարա կոպի անի քո սեփական ձայնը ու դու կսկսես խոսալ ցանկացած լեզվով՝ իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, ինչ լեզու ուզում ես։ Երկրորդ տեղում Speechify-ն է, կստեղծի բնական ձայն տարբեր լեզուներով։ Երրորդ տեղում Murf AI-ն է, հարմար է պրոֆեսիոնալ voice-over-ների համար։ Բայց այդտեղ պետք է զգուշ լինել, քանի որ YouTube-ը ահավոր շատ պայքարում է խարդախ սխեմաների դեմ։ Ինչ պետք չի անել, եկեք խոսանք դրա մասին եւս։ Չի կարելի օգտագործել ուրիշի ձայնը առանց թույլտվության։ Օգտագործել հայտնի մարդկանց ձայները, YouTube-ը կարա ուղղակի արգելափակել ձեր ալիքը դրա համար։ Ստեղծել կեղծ ձայներ, որպես իրական մարդու ձայն։ Սրա փոխարեն ինչա կարելի անել։ Կարելի է օգտագործել ձեր սեփական ձայնը, արհեստական բանականությամբ կլոնավորած, եւ կարելի է համագործակցել պրոֆեսիոնալ դիկտորների հետ։ Այսինքն ինչ որ մեկին վճարել, այդ մարդը ձեր փոխարեն ազգուշ կանի
եւ այլն եւ այլն։ Եթե ամեն ինչ ճիշտ անեք, կստանաք որակյալ ձայնային ֆայլ, որը կօգնի գրավել նոր լսարան առանց խախտումների։ Բազմալեզու ձայնային ֆայլերը նոր գործիք են YouTube-ում առաջխաղացման համար։ Այժմ հնարավոր է ներգրավել տարբեր լսարաններ առանց առանձին վիդեոների կամ ալիքների ստեղծման։ 2025 թվականին մենք կտեսնենք լիքը ալիքներ ու շատ մարդկանց, որոնք որ օգտագործում են այս թրենդը։ Իսկ եթե դու ես ուզում ունենալ քո սեփական ալիքը YouTube-ում ու մտածում ես թե երբ է այդ ալիքը սկսելու ժամանակը ու ում հետ, ապա